Սոցիալական պաշտպանությունը պարզապես օգնություն չէ։ Այն համարվում է ներդրում մարդկային կապիտալի մեջ, որն ուղղված է աշխատուժի վերարտադրությանը, ընտանիքների, աշխատող քաղաքացիների և կենսաթոշակառուների աջակցությանն ու բնակչության բարեկեցության բարձրացմանը։ Միաժամանակ այն կարևոր դեր է խաղում սոցիալական անհավասարությունների նվազեցման գործում, ամրապնդելով հասարակական համերաշխությունն ու վստահությունը։ 2025 թվականին պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին նախատեսվում է հատկացնել 905,6 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ գերազանցում է 6,2%-ով կամ 53,1 միլիարդ դրամով։ Այս ծախսերը կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 26,3%-ը, իսկ ՀՆԱ-ի 8,3%-ը։ Որտեղ և ինչպես է նախատեսվում ծախսել այս միջոցները։ Սոցիալական պաշտպանության ոլորտում 2025 թվականին նախատեսվում է իրականացնել 18 բյուջետային ծրագրեր, որոնք են պարգևավճարներ և պատվովճարներ, անապահով սոցիալական խմբերին աջակցություն և կյանքի դժվարին իրավիճակում սոցիալական խմբերին աջակցություն, սոցիալական փաթեթների ապահովում, տարեց և կամ հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն, ժողովրդագրական վիճակի բարելավում, սոցիալական աջակցություն անաշխատունակության դեպքում, զբաղվածության ծրագիր, բնակարանային ապահովում, կենսաթոշակային ապահովություն, սոցիալական պաշտպանության բնագավառում, պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ, ընտանիքներին, կանանց և երեխաներին աջակցություն, կանանց հիմնահարցեր, ընտանիքում բռնության և մարդկանց թրաֆիքինգի զոհերին աջակցություն, սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ծրագիր, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառում, ավանդների և այլ փոխհատուցումներ, սոցիալական ապահովություն, սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումներ, ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն։ 2025 թվականին նախատեսվում է զգալի աճ որոշ առանցքային ծրագրերում։ Բնակարանային ապահովման ծրագրին կհատկացվի մոտ 50% ավել ֆինանսավորում, գրանցվելով նախորդ տարվա համեմատ ֆինանսավորման ամենամեծ աճը։ Ծրագրի միջոցներից 12 միլիարդ դրամից 7 միլիարդ դրամը կամ 58,9%-ը կուղղվի Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության տրամադրմանը։ Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ծրագրին կուղղվի 3,3 միլիարդ դրամ, այն նախորդ տարվա համեմատ կաճի 31,8%-ով։ Սոցիալական պաշտպանությունը կարող է դառնալ կայուն տնտեսական աճի շարժիչ, եթե իրականացվում է թիրախային, հաշվետու և թափանցիկ կերպով։ Այն ամրապնդում է հասարակության վստահությունն ու համերաշխությունը և նպաստում երկարաժամկետ զարգացումների կայուն հիմքի ձևավորմանը։